Խոզի ջերկին էփեցինք, թողեցինք մի քանի ժամ, որ հանգստանա, սառի, հիմա կհանենք։ Ահա տեսքը, շատ լավ ստացել ենք, իր չորությունը, արտաքին տեսքը, շատ լավ է ստացվել։ Մեկ կիլոգրամ խոզի մսից մենք ստացել ենք պատրաստի կես կիլոգրամ ջերկի, ահա պատրաստի տեսքը, գույնը ոնց որ մենք ուզեցել ենք, շատ լավ ստացել ենք գույնը, չորությունը, բարակությունը, պահպանվել է ամեն ինչ։ Հիմա մենք կկտրենք մկրատով, ոնց որ ասել եմ։ Ահա։ Ինքը շատ լավ չորացել է, բարակությունը շատ լավ է։ Կարող ենք վերցնել ամենաչորը, ամենաբարակը, երևի սա նույն բարակությանն է, ահա, երևի այս անկյունը, էլի մկրատով փորձենք կտրել։ Շատ լավ է։ Ցանկացած արտադրանք, որը որ մենք պատրաստում ենք, պետք է այսպես առանձնանա, ահա, մեր ատամները նույն ձև պոկելու են ջերկին, շատ լավ չորացել է, եթե նայենք այս հաստ կողմը, էլի նույն ձև պոկվում է, իրարից առանձնանում են մսի հաստությունը, գույնը, շատ լավ ստացել ենք։ Խոզի ջերկին մեր ցույց տված տեսանյութով կարող եք պատրաստել, նաև ձեր սիրելի համեմունքներով կարող եք փոխարինել սև բիբարը, կարմիր բիբարը, քիմիոնը, ձեր նախընտրած համեմունքներով։